8:30-ից փակված Երևան-Աշտարակ մայրուղին բացվեց ավելի քան 4 ժամ անց, երբ մայրուղին փակած քասախցիների հետ խոսելու եկան ՏԿ փոխնախարարը, տրանսպորտի վարչության պետը, Կոտայքի մարզպետը։ Բայց նախորդ 4 ժամերին բանուկ մայրուղու երթևեկությունը հասցրել էր կաթվածահար լինել։ Վարորդներ կային, նյարդերը տեղի տվեցին, ուղևորներ կային, որոշեցին ոտքով անցնել մեքենաների համար փակ ճանապարհը։ Մենք եւս միացանք այդ ուղևորներին։ Ոտքով ես տուն պետք է հասնեմ, ուր մնամ, բա։ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, բայց Կոտայքի մարզում գտնվող Պրոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչները այս օրերին Երևան-Աշտարակ մայրուղին փակելով բողոքում են երթուղիների փոփոխության դեմ։ Երևանը սպասարկող 150 դրամանոց ավտոբուսներին, որոնք հասնում էին Քասախ եւ Պրոշյան, փոխարինելու են Մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները 200-ից 250 դրամով։ Նաեւ երթուղին են կրճատել, հասնելու են Երևանի մոտակա թաղամաս, ինչը նշանակում է արդեն Երևանում էլ այլ ավտոբուսից են օգտվելու բնակիչները։ Որ այսպիսի փոփոխություն է լինելու իմացել են մարտի վերջին, չնայած Մուլտիտրանսպորտ ընկերությունը Կոտայքի մարզում տրանսպորտային փոխադրումների մրցույթում հաղթել է տարիներ առաջ։ Գյուղերի բնակիչները ապրիլի 9-ին կառավարությունում հարցը քննարկել են։ Քասախցիների կողմից փակված մայրուղին ոտքով անցնող պրոշյանցի Սիրանուշ Եդիկյանը պատմում է, իրենք առաջարկում էին, որ 25 համարը գոնե պաշտպանության նախարարության նախկին շենք հասնի։ Կառավարության ներկայացուցիչները պրոշյանցիների հետ համաձայնության եկել են։ Հա, ամեն օր եմ օգտվում։ Հա, մենք ՊՆ-ի մինչև ՊՆ-ի շենք պետքա գանք ոտքով, որ նստեն ուսանողները գոնե գնան քաղաքի կենտրոն, որտեվ մուլտիգրուպն ասում է, եթե տրանսպորտը երկարի մինչև ընդունենք բարեկամություն կդառնա 400 դրամ, չգիտես ինչի։ Իսկ այս դեպքում? Այս դեպքում 200 դրամ է Մարգարյանով, Հալաբյանով մինչև ֆիզիկայի խաչմերուկ ու պետք է աշխատի 9-ից մինչև 7-ը։ Իսկ 25-ը աշխատելու է նույն 150 դրամ, ինչ որ իր Երևանի տրանսպորտի արժեքն է։ Իսկ Երևան մինչև ուր է ինքը գնում Երևանի։ Ինքը գնում է Լենինգրադյանով, բարձրանում է Քոչարով, Կոմիտաս, ընդ մինչև բանի անունչա Զեյթունի հանրակացարաններ։ Համենայն դեպս էլին գոնե մետրո հասնում է, որ ուսանողությունը կարողանա տեղաշարժվի կամ մարդիկ աշխատեն ու ինքը աշխատելու է մինչև 10-ը։ Քասախցիներին էլ առաջարկվել էր, որ իրենց գյուղը սպասարկող 59 համարը գլխավոր ճանապարհից գյուղ չմտնի եւ հենց այնտեղից շրջադարձ կատարի, բայց քասախցիները պահանջում էին գոնե 100-150 մետր առաջանա, մինչեւ փոստի շենք։ Ճանապարհը բարձրադիր է։ Հենց այդ 100-150 մետրի պահանջով էլ փակել էին մայրուղին։ Փակելու ժամեր անց ՏԿ նախարարության տրանսպորտի վարչության պետը եկավ, հորդորեց գնալ Եղվարդ նստել քննարկել։ Մնացած մասնակիցներին մենք հրաժարվեցինք։ Մենք պահանջում ենք, որ իրենք գան եւ մեր հետ այստեղ քննարկեն այդ հարցը։ Մինչև պաշտոնյաները չեկան, քասախցիները ճանապարհը չբացեցին, բոլորը միասին շարժվեցին գյուղապետարան, բայց հանդիպմանը բոլորը չմասնակցեցին։ Քասախցիների մեծ մասը դրսում էր սպասում, տարածքից չէր հեռանում։ Փակ դռների հետևում 1 ժամ քննարկումից հետո քննարկման մասնակիցները դուրս եկան գոհ։ 59-ը շարունակի աշխատել թե շարունակի այնքան ժամանակ աշխատել, մինչև դեռ լուծում չեն գտել։ Իսկ ժամկետներ նշել եք, այդ ինչքան ժամանակ է։ Մեկ շաբաթվա ընթացքում որոշենք։ Հանդիպման մանրամասները ներկայացրեց ոլորտը համակարգող ՏԿ փոխնախարարը։ Քաղաքացիները պահանջում են, որ 59-ը մտնի բնակավայր, 59 համարը եւ որպես կոմպրոմիսային առաջարկ, այսպես ասեմ, քննարկվեց, որպեսզի 59 համարը մոտ 100 կամ 150 մետր ճանապարհից, որտեղ ճանապարհը դեռ Երևանի վարչական տարածքում, այսինքն ճանապարհից մոտ 100 մետր դեպի փոստի շենք, ես ինչպես հասկացա, քաղաքացիները խնդրեցին։ Հիմա մենք կդիտարկենք այդ տարբերակ, բայց մեր մոտեցումը ընդհանուր առմամբ պետք է լինի օրենքի շրջանակներում եւ այդ մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքների, բոլոր բնակավայրերի ուղղությամբ, այսինքն եթե մենք մի բնակավայրի դեպքում մի բան կիրառենք, մի մոտեցում, մյուս բնակավայրի դեպքում այլ մոտեցում կիրառվի, դա կարող է բնակիչների մոտ օրինակ հարցեր առաջացնել, անարդարության զգացում առաջացնել։ Ուղևորցի ու սուբսիդավորման հարց չի քննարկվել, բայց ուղևորափոխադրող այս նոր ընկերության կողմից որոշ արտոնություններ կլինեն մինչև 7 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների անդամների համար, իսկ 59 երթուղու 100 մետր առաջանալ չառաջանալու հարցի շուրջ վերջնական որոշում կլինի Երևանի քաղաքապետարանի եւ ուղևորափոխադրող կազմակերպության ղեկավարների հետ քննարկումների
քննարկումից հետո փոխնախարարի ընդգծումն է շեշտադրմամբ լուծումն այնպիսին պետք է լինի, որ բոլոր կողմերն էլ գոհ լինեն։ Իրինամ Կրշյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։